Այս գույքահարկի օրենքի հետ կապված նախ պարոն Աղազարյան, դուք ձեր շրջապատում ճանաչում եք այնպիսի մարդկանց, որոնք իսկապես դժվարություն կունենան այս բարձր գույքահարկը վճարել։ Այո, ճանաչում եմ։ Կոնկրետ ձեր բնակարանի գույքահարկն էլ է մեծ։ Չէ, նորմալ է։ Այս օրենքի հետ կապված դուք խնդիր ունեք, այսինքն դեմ եք, կողմ եք, ո՞նց է կապ։ Ես իմ բանը, ես այդ օրենքի հետ կապված, չէ, ներկայացված նախագծի հետ կապված, հա ես դեմ եմ այդ նախագծին, որովհետև ես գտնում եմ, որ այն ինչ որ գործում է բավականին հավասարակշռված օրենք է, գործող է, եւ հնարավոր չի նաեւ մյուս կողմից էլ օրենք ընդունես, որ բոլորի համար այդ օրենքի կիրարկումը լինի ընդունելի։ Նման դեպքերի համար էլ նախատեսված է տարբերակ, որ համայնքները իրավունք ունեն 10% իրենց հաշվարկային գույքահարկի 10%-ի չափով իրավունք ունեն զերծ կատարելու եւ առանձին դեպքերում կարող են դա կիրառել։ Ես ինչի համար եմ սա հարցնում, պարոն Աղազարյան, որովհետև երբ որ նոր էիք դուք ընդդիմանում Փաշինյանի այդ SMS-ների եւ այլն, դուք լրագրողների հետ զրույցում հայտարարեցիք, որ բոլոր հարցերում դուք ԿՊ-ի հետ միանման եք քվեարկելու, կողմ եք լինելու եւ միակ հարցը լինելու է հա, մի քանի, այսինքն մատնանշել եք կոնկրետ որ շատ կարևոր նախագծերի դեպքում դուք վերանայել եմ այդ իմ առաջարկությունը պայմանավորված ԿՊ քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշ անդամների վերաբերմունքով եւ մասնավորապես ազգային ժողովի նախագահի վերաբերմունքով պայմանավորված ես վերանայել եմ այդ մոտեցումը քվեարկելու եմ այնպես ինչպես կգտնեմ նպատակահարմար։ Այսինքն Ալեն Սիմոնյանը բարկացրել է ձեզ, ջղայնացրել է, դուք որոշել եք այլ կերպ քվեարկել։ Մասնավորապես իր, մի քանի եւ մասնավորապես իր, կոնկրետացնում եմ, էլի։ Իշխանական ԶԼՄ-ները, որովհետեւ ձեզ հիշեցնում էին, ասում են Աղազարյանը ոնց որ բանը գլուխ էր գովում, որ տեսեք ինչ տղա եմ եւ այլն։ Կուտալ պետք չի։ Ոչ դուք ինձ կուտվեք, ոչ իշխանական ԶԼՄ-ները կուտան ինձ, ոչ դիմադիրները ինձ գովան, ինձ կուտալ պետք չի։ Ես ունեմ իմ դիմագիծը, ունեմ իմ գիծը։